Աբեի քամի, ամարձմեր փչումը ամուսարից ու մայրեմա քամի ոնց է փչում, նադին վրա է փչում, ու յուղի վրա։ Եվ պայթեցումների հետևանքով սաղ այդ ծանր մետաղների փոշին բերելով գնդեվասի վրա, յուղի վրա, նստի դաշտերի վրա, քոթարքի, արտերի վրա, կապականի սաղ հարակից տարածքները, ուղիղ 8 կիլոմետր է, ամուսարից միջև գնդեվաս, որով ոչ մի միջազգային ստանդարտի մեջ չի մտնում։ Դες բան չկա, 8 կիլոմետր վրա շահագործեն ոսկու հավուտ։ Իսկ ցանային հարթակ, որ ուզում եք աղուսը, դες դեվաս 2 կիլոմետր։ Էլը ոչ մի բանի մեջ չի մտնում, ոչ մի ստանդարտների, ոչ մի նորմերի մեջ չի մտնում։ Հիմա ինչ աղուս գալի։ Ես գնդեվաս եմ, ես ավուրում եմ ստեղ, իմ երեխեքը սնդարիկը ստեղ ալ։ Հայրս ապրել, պապս, ինչ ժառանգել են ես գնդեվաս տունը, բնությունը, ես էլ պետք է փող ժառանգել իմ երեխաներին։ Բայց արյուտես չիտեմ, որտեղից դուս եկավ ես դյուոթիմը ուզում ապագանի անապատ դարձնին մեր ես տերիտորիաները, որի ես դեմ եմ ու բոլորն են դեմ, գնդեվասիներ դեմ են։ Հիմա ես չիտեմ, ես ով պատի սրա դեմը առնի, ոնց անեն, ինչ անեն, որ ես վերջը ես կառույցը չաշխատի, ոստի չարդյունը հանի, որը հղիա ես նորից եմ կրկնում ծանր հետևանքներով, առաջինը շրջակա միջավայրն է և աղտոտվելու, երկրորդը ժողովրդին շատ մեծ վնաս հասցնելու, առողջյան հաշվին, ժողովուրդը կօդորվեն։ Մեր միլիարդների ծախսա, որ ափսոս է իրոք, դեկուզ ես տարածքն էլ կոնկրետ չգիտեմ ընկմա դրա մեջ, ինչքան գիտեմ ընկնում է, բայց եթե չընկնել, ստեղ արդեն անասնապահություն չի կարա, էլի, եթե հանկա սկսավ աշխատել։ Ես մեծ անասունների ֆերմա է, ստեղ Քանի մոտավորապես քանի անասուն։ Անասունները հիմա դեռ լրիվ չի բերել, ինքը բերում է Գերմանիայից հատուկ սորտերի։ Այս շինարարությունը նախատեսել են սեպտեմբերի 1-ը միջև վերջացնեն, անասունների կեսը հնա այն ներքևն է, հեսա ցույց տամ, մնացածը պետք է բերեն, այս կատնամշակման ցեխա ընդեղ էլ նորից մեծ հանքը կարող է և վնասեն անասունները, սա ցեղական սորտերի, աշխատատեղամարտիկ աշխատում են, նորմալ վարձադրվում են, այս հանքը հաստատ կվնասի, այս ամեն ինչին, որը որ ափսոս է։ Ինգացի անային ֆաբրիկան էստեղ են, չէ, ինգա։ Այն ձորը կա, այդ իրերը, այն դեղին հողնել մերն է, այս աղտիկն ենք ընդեղ, հիմնական գյուղի ջրովի տարածքն է, բերի հողերն է, գյուղից ներքև այս տարածքը ամենաբերի, ամենալավ հողերը, լավ այգիները, մարդիկ այս ջերմուկից եկել են, նկարիչ վանիկ կար, հիշես։ Տարածք առել, մարդը ծառա տնկել, այս 5 տարի տանջվում է, հալը բերք չի վեկալել, սա նոր պետք է սկսեն ժողովուրդը բերք վեկալել, նոր ասեցին, այդ հողի կարգավիճակը վարելա հողի տակ, որը արժի կոնկրետ չգիտեմ 220 դրամա ինչ պետական դրագինը քառակուսի մետրի տարիք կա էլի ժամանակ կա քանի տարի հետո նոր պետք է փոխվի այգի որ գինը բարձրանա բայց եթե այս տարի կամ հաջորդ տարի այդ հողերը վեկալեն մարդիկ չեն կարող արդեն ուզած պետք է էժան տան կա գյուղից պասպորտները հողի մարդկանց այդ ազնագրի պատճենները հավաքում են, չգիտեմ ինչի, կոնկրետ ես չտվամ էլ, ասում են տանեն, որոշեն, չափեն, տենան իրաց ձեռատալի վարձակալեն, թե առնեն, որոշում են, ինչ-որ շուխուր կար, ես կոնկրետ չգիտեմ էլ, ճիշտ ասած, մեկ ասեցին $41 պետք է տան, այդ կոպեկներ, Իսկ դու այս բոլորը կողմեն տան, թե կան մարդիկ ովքեր դեմ են։ Սենց ասեմ, ես կողքից մարդիկ կան, որ դեմ են, անկախ գնից, մարդիկ էլ կան, մեկը նեղված է, մեկը իրոք հետևանքները չի տեսել, չի պատկերացնա, մեկը չի հասկանա, մեկն ասում է, ծախենք թողանք այդ հանք, մեկն ասում է, 2 կոպեկ թոտան, լավ է, որ հողա մեկա չեմ մշակեմ, բայց չեմ պատկերացնա, որ մշակողին էլ վնաս կամ եթե փող կա, առողջություն չկա, ումա պետք
մի քանի օր առաջ այս գյուղը այնքան ավտո կար, այս Ծիրանի այդ ֆուրերը, ընդհանրապես շարժվեր չէր, թանկներով տանում էին մարդիկ, բայց որ հանքը աշխատի, ասենք այդ այգիները վնասվի կամ հենց եթե Ծիրանի վրան հաստատ կազդի, եթե չազդի էլ մարդիկ էլ չեն էլ տանի կամ ջերմուտի տուրիզմի վրա ոնց կարող է չազդի։ Ես մի փոքր այգից 2-3 միլիոնի Ծիրանա, մայիսի այգին է։ Ախպեր ասում է, իս պետք չի, թեկուզ լավ փող տան։ Իս պետք է, որ իմ թորն ասի, իմ պապս իս մի հատ բան է թողել։ Նոր պիտի բերք տրնի, ես 7 տարվա այգի է։ Շատ լավ այգի է, շատ լավ Ծիրան է։ Ես տեղին է իմ հողա տարածքն է, գարի է ցանած։ Լավ էլ բերք կա։ Ջուրը հենա այս ձորի մեջ է ծառից վերև։ Ջրով ասեմ գյուղի այս այգի ամենա անտիր այգին այս լավ չէ երևում, էլի պարզ չէ երևում, բայց այստեղ ես քանի հազար հատ Ծիրանի ծառներ կա։ Այգին եթե առնում են, ես եմ լսել 25 տարվա բերքի միջին, ասենք քանակը, մեկ էլ միջին ջին են որոշը, մտես պետք է վճարեն։ 25 տարվա եթե տան ամենաչիչը այս մարդին պետք է տան 50-ից 100,000 դոլար, ամենաչիչը, բայց կտան, չեն տա։ Բայց մարդին մի քանի միլիոնի տարին բերք է։ Անկա ծակում են ստրուբյաներ է, դրանով շուտ 1000 մետր ներքև։ Դու քո հողը ուզում ես ծախես։ Ես իմ հողը չեմ ուզում ծախել, բայց ասենք եթե ընդհանուր հարևանները ծախեցին, ես չծախեցին, ես չեմ էլ կարողանալու մշակել։ Ստիպված ես էլ Ինքը կողքի հարևանները կարան քո իրավունքները խախտեն եւ դու ստիպված լինես։ Ստիպված, ասենք եթե այն հողը պետք է ծախի, այն ծախի, ես էլ մնամ չմշակեմ, ստիպված ես էլ պետք է ծախեմ, ասենք 2 կոպեկի առնեմ, այդ պետք է լինի օգուտ։ Թե մի հոգով։ Թե չէ ինքը կարժեզրկվի որպես տենց հողատարածք։ Կարժեզրկվի ու չեմ էլ կարա մշակել, ասենք այնտեղ որ հանքելնի, այստեղ ոսկե։ Քանի տարի մշակում ես այս գարու արտը։ 91 թվականից բաժանել։ Ինչ օգուտներ ունես, ասենք եթե գնահատելու լինես։ Կոնկրետ այս պահին մոտավորապես չկան։ Տոննա ու կես գարի պետք է լինի։ Ինչը դարժե։ Գարին արժե 200 դրամ, 150 դրամ, նայած տարի, նայած Այսինքն այս տարածքից ինչքան կվերցնեք դու։ Ոտ 300,000 այդպես այս տարի։ Ծախսերը հանած Միշտ ես գարից անում, թե փոխում ես բանը։ Այս տարի ճիշտ ասած գարի է, բայց հետը արվույթ դենց է ցանել, որ հաջորդ 7 տարին էլ չես ցանում։ Ջրով տարածքա ջրեմ ես, այստեղ տարին 3 անգամ տարին 3 անգամ այս տարի մոտ։ Ջրեմ ես 7 տարի առանց վարելու, ցանելու այդ Հայաստանում շատ քիչ կա ջրվող տարածքներ, ընդհանրապես շատ մեծ խնդիր է։ Դուք այդ խնդիրը հետ այս տարածքի հետ դուք տեսնում եք խնդիր օրինակ ջրի հետ, որ այս հարցը լուծված է այստեղ, որովհետև ջերմուկի ջրամբարից ներքև մեծ բակերով բերել են, մեր գտնողից հանել են, այս այգի բան չկար։ Այս ինքնահոս։ Հա, ինքնահոսը։ Ինքնահոսա։ Ստից ինչ է ջուրը քաշեցին, արդեն նոր սկսեցի ժողովուրդը ծառ տնկելը, նոր այստեղ շարժը սկսեց։ Ես վերջը մի 5-6 տարի, 7 տարին նոր սկսեցի, թե չէ շատ մարդիկ բաց թողի վիճակ էր, էլի չկա։ Այս ջրի հիմնական ջուրը մարդիկ ըստ պահանջի, ինչքան կուզես, շատ հարմար է։ Շատ հարմար։ Ըստ ձեզ կա այստեղ այսպիսի տարածքներ, որտեղ կարող է գնաք ուրիշ տեղ։ Չէ, չկա գյուղի միակ բերի, գյուղի միակ ջուրի տարածքն է վերջ։ Գյուղի միակ, Մոտավորապես ինչ կան այս տարածքը։ Տարածքը կոնկրետ չեմ կարող ասեմ։ Մարդիկ մասուր, բարդի, մեկ էլ հացենի, որ ես ճամպի կողքերը մանեն, հանքը, այդ տարածքը ցանկապատեն, որ ինչ-որ կոշի ֆիլտր։ Մարիկով մարկացից մեկ դեկա, վասան, այդ տարածքը դու է վեց սարը, վրացել ես,
ինչ որ մի հատ մասուրի թուփ տեսած կաս, ասավ չէ, ասավ ես 1000 տարվա սարա։ Մի հատ ցիտը մի հատ իր այդ կեղտի հետ սերբ չի տարել, մի հատ քամին չի տարել, մի հատ թուփի չի աճել։ Եթե աճողն է դի աճեր, չէ, ամայի տայես ասել, մենք իմացել է 10-20 մետրը մեկ մի հատ ինչ որ թուփ ծառ աճել է, բայց այդտեղ չի աճել։ Ինչ որ դրանք որ տնկել են, չի աճել։ Չունի բան կա, չէ որ չի աճել։ Այն տարածքից որ ջուր է գալի արփադարասի, տարվայի անասունը այդ ջրից չի խմում։ Անասունը ծարավա, բայց չի խմում։ Ու այդ բան առուների վրա ինքը դեղին, ոնց որ հանքային ջուր, բայց հանքային ջրի այդ նստվածքը, դեղին այդ ջրի նստվածքը սա դեղ է։ Ասեմ անասունի որ տանում են դեղ արածացնելու ջուր չի խմում։